Մեր շատ սիրելի գոլեգաներ, շատ եմ ցավում, որ այսօր մեր աշխատանքի տեղը գտնվելու փոխարեն մենք հավաքվել ենք այստեղ ու մեր բողոքի ակցիան ենք ներկայացնում կառավարությանը։ Իրենց նման որոշումներ կայացնելուց հաշվի չեն առնում, որ այսքան մարդ անգամ 4 սոված են, որ այսօրվա դրությամբ հացի խնդիր ունեն։ Մեր պահանջն է, մենք ոչ մի արտառոց բան չենք պահանջում, մեր պահանջն է անկախ ամեն ինչից բացեն մեր հիմնարկությունները։ Թող իրենց քննությունները կազմակերպեն, բայց բացեն մեր հիմնարկությունները, րոպե շուտ մենք մտնենք մեր աշխատանքի, մեր բնականոն աշխատանքի, քանի որ այսօր բոլորս ծայրահեղ ծանր վիճակում ենք գտնվում։ Պարալիզացված է ոչ միայն բիզնեսները, պարալիզացված ենք նաև մենք բոլորս, ովքեր այսօր այստեղ են։ Շնորհակալություն եմ հայտնում, որ եկել եք, որ աջակցում եք, որ մեր իրավունքներն ենք մենք պաշտպանում ներկապահին։ Ցավոք սրտի մեզ լսեցին, բայց ոչ մի լուծում չտվեցին։ Մեր հարցին, թե երբ կբացվեն մեր հիմնարկությունները, մեզ ասում են մենք չգիտենք, պետքա դիմում գրեք, ըստեղ, ընդեղ։ Մենք այդ բոլոր դիմումները գրել ենք, շատ ցավալի է, որ մեկը մյուսի վրա է գցում, քննչականը գցում է մյուսի վրա, մյուսը գցում է կառավարության վրա, կառավարությունը ասում է պետքա ներկայացնեք այն մյուս տեղերը։ Կրկնում եմ բոլորի համար, բոլոր նամակները, բոլոր դիմումները, բոլորը ներկայացված է համապատասխան վայրերում։ Մեզ խոստացան, որ կնայեն, չգիտեմ ինչ պետք է նայեն, բայց խոստացան, որ կնայեն ու մեզ պատասխան կասեն։ Մեր հարցին ինչքան սպասենք, 20 րոպե սպասենք, 2 ժամ սպասենք, մի օր սպասենք, իրենք չեն կարողանում պատասխանել։ Հետևաբար ես կոչ եմ անում, բոլորս այստեղ մի մարդու նման սպասենք ու պահանջենք րոպե առաջ մեզ պատասխան տան, երբ են մեր հիմնարկությունները բացվելու։ Այստեղ գտնվողներ բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, բոլորը իրավունք ունեն լավ ապրելու, բոլորը իրավունք ունեն արարելու ու ոչ մի պարագայում չպետք է արևին է շոքին այստեղ հավաքվեն ու իրանց իրավունքները պաշտպանեն։ Ես խնդրում եմ կառավարությանը, ես խնդրում եմ պարոն Համլետ Նազարյանին, ով քիչ առաջ մեզ ընդունել էր, ոչ միայն ես, այլ այսքան մարդ, անգամ 4, ինչ եմ ասում անգամ 4, որովհետև շատ ու շատ մարդիկ կան, ովքեր գումար չունեին, որ այսօր գային հասնեին այստեղ, քանի որ անձամբ ես Ծաղկաձորի մեր հիմնարկություններից մեկն եմ ներկայացնում, Ծաղկաձորից հասնել Երևան, ինքներդ եք հասկանում, ինչ մեծ գումարների մասին է խոսքը, այսօրվա տաքսիների և տրանսպորտի գները նայելու։ Խնդրում ենք, մենք դեռ այստեղ ենք ու սպասում ենք պատասխանի, երբ են բացվելու մեր հիմնարկությունները, քանի որ մեր հիմնարկություններից որևիցը մեկը չունի այն ահռելի խախտումները, որոնց մասին ներկայացվում են, վստահաբար եմ ասում, Հայաստանում կան շատ ու շատ ավելի ուրիշ հիմնարկություններ, որոնք խայտառակ վիճակում են, բայց չգիտես թե նրանք չեն կապարակնքվում են միայն այն հիմնարկությունները, որոնք ուղիղ կապ ունեն պարոն Գագիկ Ծառուկյանի հետ։ Ինչպես նաև ժողովուրդ ջան, ես խնդրում եմ, եկեք բոլորս ծափահարություններով բացականչեն պարոն Ծառուկյանին